դա ֆիասկո էր, քաղաքական ուժերի, քաղաքական մեծամասնության անձնապես Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն էր։ Պետությունը, այսպես կոչված իրական Հայաստանն է, որտեղ մեր ոտքերի տակից տարվում է հողը, եկեղեցուն կոլապսի ենթարկելով, վարկաբեկելով, նսեմացնելով, ինքը մեզ հայ ժողովրդին է նսեմացնում։ Կապայական որոշ շրջանակներ կան, որոնք գիտակցում են իրենց քայլի պղծությունը եւ հակասահմանադրականությունը, դա քաղաքակրթական պայքարը նաեւ հայ ժողովրդի դեմ։ Դա նաեւ ցուցիչն է այն բանի, որ իրենք գիտակցում են վերջնախաղին են, իրենք մոտեցել են վերջնախաղի։ Այս թուղթը, իբրև խաղաղություն վաճառվող թուղթը չի մարսվում եւ նույն վիճակագրակ չի մարսվում եւ չի վաճառվում։ Ասելու եք այս ամեն ինչը իմանալով ընտրությունների, այսինքն նման կերպ վարվող Փաշինյանի հետ նման իմաստ կա գնալ դրան 2021-ը չի կրկնվի արդյոք Տիկին Գալստյան։ Հնարավոր է որ նաեւ ոչ հերթական ընտրություններ լինեն, նաեւ արտահերթի հնարավորությունը կա։ Մենք չենք մերժում փողոցային պայքարը։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը շարունակվում է եւ ինչպես ինքն է պնդում, մտել է գործողությունների վճռական փուլ։ Առաջիկա Կիրակի կրկին մտադիր է մասնակցել Հովանավանքի այսպես կոչված պատարագին, որը մատուցելու է կարգալույծ քահանան։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր որն է հիմնական նպատակն ու շարժառիթը եւ մինչեւ ուր է գնալու իշխանությունը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյան, բարի գալուստ Կիզակետ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար։ Տիկին Գալստյան, նախ ձեր տպավորությունը հակիրճ անցած Կիրակի կատարվածի մասին, ինչ էր Հովանավանքում եւ ինչու էր։ Եթե շատ հակիրճ մեկ բառով կարող եմ ասել, դա ֆիասկո էր, քաղաքական ուժերի, քաղաքական մեծամասնության անձնապես Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն էր։ Ինչու։ Բայց ֆիասկոից անդին ես կուզենամ, որ մենք խնդրին շատ ավելի լուրջ վերաբերենք եւ ավելի փորձենք այս սեղմ ժամկետում գնահատականներ հնչեցնել, որոնք ավելի մեծ պատկերի մաս են կազմում։ Եվ ինձ համար եւ շատ-շատերի հազարավորների համար այնքան հստակ է, որ Հայաստանում փորձ է արվում կառուցվել, իրենք դա կոչվում են իրական Հայաստան կամ 4-րդ հանրապետություն, մի պետություն, ես չգիտեմ արդյոք այդ պետությունը որքան կենսագրություն կունենա եւ ինչ հետագից, թե հետագիցն էլ է հայտնի, որը թուրք-ադրբեջանական պահանջի եւ պատվերի արտացոլանքն է։ Պետություն, որը թուրք-ադրբեջանական պատվերի արտացոլանքն է։ Եվ այդ պետությունը այսպես կոչված իրական Հայաստանն է, որտեղ մեր ոտքերի տակից տարվում է հողը եւ այն արմատական արժեքները, ինքնութենական արժեքները, որոնք ստեղծում են հայ մարդ, արժանապատիվ հայ մարդ, իր որտեղից գալու եւ ուր գնալու այս ամբողջ գաղափարախոսությունը գիտակցող հայ մարդ, որը իր քաղաքակրթական ժառանգության այսպես բեռը գիտակցում է, ունի կրում է իր մեջ եւ նաեւ ունի ապագայի նկատմամբ իղձեր եւ պատկերացումներ։ Իրակին դրա մասն էր, այսինքն ճիշտ եմ դες հասկանում։ Եվ ինչու եկեղեցին։ Եկեղեցու դեմ է թե վեհապարի։ Ես երբեք պիտի քաղաքական կարճամիտ լինել եւ մարդկային ընդհանրապես կարճատես, որ տարանջատել եկեղեցին վեհապարից։ Սա մեկ ինստիտուտ է։ Տարանջատում են, ասում են մենք կոնկրետ սա երբ որ դրանից ավելի մերկապարանոց, ոչ, դրանից ավելի մերկապարանոց, ցինիկ եւ խոցելի, այսպես ասած, մեկնաբանություն, թե սա վեհապարի կամ այս սրբազանի դեմ շարժումը եւ եկեղեցին կապ չունի եւ հանկարծ իրենք այդ սատանայի բովանդակությամբ մարդիկ, սատանայի եւ չարի բովանդակության մարդիկ, որոնք բացարձակ բարոյական իրավունք չունեն մոտենալու մեր եկեղեցուն, այդ բովանդակությամբ հանկարծ այսպես բարեփոխիչների կերպարի մեջ են մտել, որը իբրև թե բարեփոխում են եկեղեցին, բացարձակապես ոչ։ Եվ նորից եմ ես կրկնում, իդեպ եկեղեցու թիրախավորումը բացառիկ ընտրությունն է, հատուկ թիրախավորված ընտրությունը, որտեղ եկեղեցին, սոսկ եկեղեցի չի ինչպես հազար ու մի ժողովուրդների համար, հայ ժողովրդի քաղաքական կենսագրության մեջ, մեր ազգային կենսագրության մեջ, մեր պատմական կենսագրության մեջ, մեր 1700 եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն, թերևս որևէ ժողովուրդ եկեղեցու այդ դերակատարությունը չունի, ինչ որ հայ ժողովուրդը, որի պետականության բացակայության հարյուրամյակների ընթացքում եկեղեցին նաև պետության, ինքնության, հայակերտումի, հայապահպանության ամենակարևորագույն խարիսխն է եղել։ Եվ ուրեմն թիրախավորված է եկեղեցին որպես ազգային ինստիտուտ, եկեղեցի, որը մեր ինքնության եւ մեր հենասյունն է։ Եկեղեցին հայ ժողովրդի հենասյունն է։ Դա անձնական ճաշակն ու որոշումն է Փաշինյանի։ Ոչ, ես ասացի, որ ասում եմ թուրք-ադրբեջանական պատվերի արտացոլանքն է, նաև հայ մարդու պահանջատիրությունից զերծ։
մի հաբ են ստեղծում Հայաստանը, մի հաբ, որտեղ 29743, ընդ որում մենք հիմա անցում կանենք իրական Հայաստանի գեղագիտություն կոչվող զառանցանքին, եւ նաեւ, բայց մինչ այդ ես ավարտեմ խոսքս, ասեմ, որ եկեղեցին միակ ազգային ինստիտուտն է, եկեղեցին հավատից անդին ազգային ինստիտուտ է։ Եվ բոլոր վերջին շրջանի այսպես վիճակագրություն պատկերները, սոցհարցումները բացահայտ են դարձնում, որ հայ ժողովրդի քաոսացման, կոլապսի, մեր այս ցեց ընկել է մեր մեջ, այս քաոսի միջավայրում, այնուամենայնիվ հայ առաքելական եկեղեցին մնացել է ամենաբարձր վարկանիշ ունեցող եւ հանրության կողմից ամենաբարձր ընկալում ունեցող հասարակ քաղաք ներողություն ազգային ինստիտուտը եւ եկեղեցուն թույլատնելով եկեղեցուն կոլապսի ենթարկելով վարկաբեկելով նսեմացնելով ինքը մեզ հայ ժողովրդին է նսեմացնում եւ պիտի այնքան կարճատես լինել չհասկանալու համար որ հայ եկեղեցին եւ հայ մարդը հայ առաքելական սուրբ եկեղեցին եւ հայ մարդը տարանջատելով ինքը թույլատնում է մեզ, ինքը քաոսացնում է մեզ եւ եկեղեցին հատուկ է ընտրված։ Եկեղեցին նաեւ քաղաքական թիրախ դարձավ այն ժամանակ քաղաքականությամբ եք զբաղվում դրա համար, չզբաղվեիք։ Դա երկրորդ, երրորդ եւ հերթական տգիտությունն է, որտեղ եկեղեցու սպասավորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Եկեղեցու սպասավորը այն եկեղեցին, որը ունի ինստիտուցիոնալ հիշողություն հայապահպանության ինքնության եւ հանկարծ ասել դու թող քո մոլորյալ հոտը պատեպատ զարկվի վերանա, ուրանա, ցեղասպանության ենթարկվի, 400-ից ավելի եկեղեցիներ թողնել Արցախում, մեր ժառանգությունը թողնել Արցախում, դերակատար դառնալ Արցախի էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը, եւ եկեղեցի պիտի ընդդարմացած, քննացած կամ եկեղեցու հովիվները պիտի հայ ժողովրդի ցավի եւ մարտահրավերների կողքին չլինեին։ Բացարձակապես ոչ։ Իսկ հակառակը մի քիչ պասիվ են ավելի եղել, դրա համար հիմա հարվածներ են ստանում։ Համաձայն եք, որ եկեղեցին ավելի ակտիվ է։ Եկեղեցին նայեք նախ եւ առաջ պիտի հստակ հասկանալ որ այո եկեղեցին եւ պետությունը տարանջատված են բայց նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը կարծեմ 18-րդ հոդվածը բացառիկ շատ լակոնիկ եւ ճշմարիտ ամրագրում ունի հայ առաքելական սուրբ եկեղեցին իր ելնելով իր բացառիկության դերակատարությամբ բացառիկությունը եւ կրթամշակութային մշակույթի մեջ ունեցած իր դերակատարությամբ Հայաստանի սահմանադրությունն իսկ ճանաչում է մեր եկեղեցու բացառիկությունը աշխարհում շատ քիչ սահմանադրություններ կգտնեք որտեղ այդ տվյալ տարբերում է մինուս դրանով ինքը առանձնացնում է նաև այլ կրոնական կազմակերպություններից որտեղ չէ այո բացառիկ որովհետեւ նախ եւ առաջ մեր իրականության մեջ մեր եկեղեցին իրավան բացառիկ է թե իր հոտի մեծությամբ Հայաստանի Հանրապետության 3 միլիոն եւ այլն բնակչության մեջ դերևս կարող ինչ-որ մի քանի տոկոսներ լինեն այս կամ այն արանվանությունների եւ այլ հետևորդներ բայց հայ առաքելական եկեղեցին ի Հայաստանս եւ իսփյուր որքան էլ Կիլիկիո եւ Հայաստանյան իջմիածնական դա մեկ եկեղեցի է մեկ ժողովուրդ մեկ եկեղեցի մեկ համոզում եւ մեկ առաքելություն ջլատելով եկեղեցին թիրախավորելով եկեղեցին Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը բացառապես թշնամական գործուն է եւ հակասահմանադրական ամենակարևորը թշնամական եւ հակասահմանադրական դրան գործունեություններ են հայ առաքելական եկեղեցու նկատմամբ մի հարց կներեք ընդհանուր վիճակագրությանը հղում տվեցիք սոցհարցումներին գետնի վրա այսպես այդ դա արտացոլվեց օրինակ անցած Կիրակի այսինքն նկատի ունեմ Փաշինյանը հասավ իր կարճաժամկետ գոնե նպատակի որ կար այդ հասարակական աջակցություն իրեն եւ հակառակը կար հասարակական աջակցություն մայրաթորին ու վեհապարին ներողություն այն աջակցությունը որ մենք տեսանք ճակերտավոր աջակցությունը Հովանավանքում եթե մի կողմ այսպես նետենք քաղաքացիական հանդերձանքով ազգային անվտանգության, ոստիկանության, կարմիրասև բերետավորների այդ առատությունը, որոնց արդեն մենք իդենտիֆիկացնում ենք, որտեղ բոլորին դեմքով գիտենք 5-6 տարիափողոցներում այդ պայքարի մեջ, հանենք դրանց մի կողմ, հանենք մի այսպես մի որակի չեմ ուզում այդ ժողովրդին հանկարծ վիրավորել, բայց կան չիմացյալների, մոլորյալների մի խավ կանանց հատկապես, չգիտես ինչու միշտ կանանց մեջ են դրանքներ, որոնք նույնիսկ չեն էլ իմանում ինչու են այդտեղ, որտեղ մի քանի հարցազրույցներ որ ես տեսա, նույնիսկ շատերը չգիտեին թե ինչու են այնտեղ մոլորվածության, տգիտության, չիմացության, միգուցե որտեղ այնտեղ տեսանք Գորիսից մինչև Տաշիր, Տաուշ ժողովուրդ կար ավտոբուսներով եկած, շատերի համար դա էքսկուրսիա էր, բայց այդ վարչական ռեսուրսի մարզպետների համայնք խոշորացված համայնքապետերի, մարզպետների եւ վարչական ռեսուրսը, ընդ որում Երևանի ավականու, այդ թվում հետո մարդիկ կային, որ
այս կամ այն մարզից են, որոնց դեմքով էլ ճանաչում եմ, բայց մի ժամանակ հնդիկների հետ Ավինյանի համար էին ձայն հավաքում։ Հետո հայտնվում, սա շրջիկ քվյա վաճառների շրջիկ մի խումբ կա։ Եվ նաև այն նկարները, որ շատ է սիրում Դանիել Հովհաննիսյանը ասել, այսքան այնքան, դու աչքով էլ տեսնում ես, որ եւ նա սա քիչ հասարակություն էր վարչական ռեսուրսի ճնշմամբ եկած հիմա Կիրակել է մյուս Կիրակել ասած անոնս այսօր գնալու է այսքան ինչ է անելու գիտեք այդ մոտարապես որ նոկաուտի մեջ բոքսի ռինգում լինում են չէ որ նոկաուտի մեջ են բայց տղան արտանվում մեջ ուզում են մի հատ կանգնեն հետո էլի տապալվում են եւ նաեւ այնտեղ մենք չտեսանք սա շատ քպեական այսպես առաջի գծի որոշ ժողովուրդ ես չտեսա շատերը զարմացան որ տեսան նաեւ Աննա Հակոբյանին այստեղ ընտանիք չեմ մտնում ես բայց ես ընդհանրապես նախ չեմ ուզում այդ մասին նա կոմենտ ինձ դա հետաքրքիր չի այդ ներկայությունը հետաքրքիր չի դա ուրիշ մի բան բայց նաև ես կարծում եմ նաև քպեական որոշ շրջանակներ կան քպեական որոշ շրջանակներ կան որոնք գիտակցում են իրենց քայլի պղծությունը եւ հակասահմանադրականությունը իդեպ ես վերջին շրջանում նաև մտածում եմ որտեղ սա հակասահմանադրական գործունեություն է եւ Հայաստանի Հանրապետության դատախազը գլխավոր դատախազը որպես համանդրական կարգի խաթարման համանդրությամբ ամրագրված պետություն եկեղեցի տարանջատման եւ եկեղեցու դեմ կոչ անելու եւ եկեղեցու այս համանդրական ամրագրումը խաթարելու ուրեմն առերևույթ հանցագործության ուրեմն հատկանիշներով պիտի վարույց պիտի հավատում եք վաղ թե ուշ դրա համար նոր Արթուր Դավթյան որը հետո կգա պաշտոնանք ժամանակ նրանք վաղ թե ուշ դրա համար պիտի պատասխան տան որովհետև սա առաջին անգամը չի որ հակասահմանադրական ընթացքի մեջ է եղել Հայաստանը եւ առաջին դեմքի այսպես շուրթերով եւ վարկագծով ճիշտ ասած եկիներշինն եմ ասում Դավթյանի որ հիշեցրեցիք այդ հետին թվով չկմեղանալը ուղղակի կներեք բայց ինձ համար նողկալի է բայց նոր Արթուր Դավթյանին մինչև Արթուր Վանեցյանը պիտի այսպես փաթեթը տարի եւ ինքը հերոսանար ընդդիմությունը եթե հիշում եք մի քանի անգամ հասել է դարպասների մոտ գլխավոր դատախազության երբ որ նա էր գլխավոր դատախազը եւ մենք լրջագույն փաթեթ ենք փոխանցել նույնիսկ վարույթ չգիտեմ վարույթ ընդունեցին թե չընդունեցին բայց հանցակազմի բացակայությունը ամեն դեպքում արձանագրեցին այնպես որ հետին թվով մակրագործումը զրո քաղաքական եւ բարոյական հետո դիմում պարտադիր չկա առերևույթ որ ինքը հենց իրենք են տեսնում դա իրենց առաջին տեսնում եւ այո դա Հայաստանի Հանրապետության համանդրականության եւ օրենքների նկատմամբ ուրեմն վերահսկողություն իրականացնելը Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը նախ եւ առաջ իրենց օրենսդրական պարտականությունն է եւ պիտի Լիլիթը կամ որևէ մեկը չտանի գիտեք հանցագործություն դա այնքան ակնհայտ է դա մեր մուտքում տեղի չի ունեցել կամ իմ բնակարանում դա տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության մեջ որի նկատմամբ դուք ունեք պատասխանատվություն վերահսկելու։ Մի խոսքով ես ուզում եմ ասել, որ այս ամեն ինչ այնքան ակնհայտ է, այնքան պարզ է, այնքան քայքայիչ, այնքան հակապետական եւ այս ձեռագիրը դրվագային չի։ Իդեպ 18 թվականին նրանք նոր Հայաստան նոր Հանրապետ շարժումը եւ ես ուզում եմ մեկ անգամ այդ մասին շատ եմ խոսել, մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, որ 19 թվականին այս խմբակը, որ եկավ իշխանության, բաց հասարակության ինստիտուտների մի քանի այսպես դրամառու գրանտառու կազմակերպների սեկտորով նոր Հայաստանի վերականգնման հայցակարգ հրապարակեցին եւ այնտեղ մոտավորապես այն ճանապարհային քարտեզներ ինչի այն աղետի ողբերգության մեջ ինչի մեջ մենք հայտնվել ենք թիրախում այսպես դատա իրավական բարեփոխումներ որոնք այդպես էլ ոչ միայն տեղի չունեցան այդ վեթինգ եւ այլն ավելի խայտառակ սդն իրենցով արել լափումը ՍՍԲ-ի սատանայական լափումը տեղի ունեցավ ներսից նույնը վերաբերում էր հայ առաքելական եկեղեցուն դուք ով եք որ որոշեք իմ համար իմ եկեղեցու բարեփոխումը եկեղեցին իմ խղճի եւ իմ հավատի ցանկացած քաղաքացու եւ որևէ բարեփոխում ընդ որում եկեղեցին ունի իր սահմանադրությունը եկեղեցին ունի իր սահմանադրությունը եկեղեցին իր մարմինները եւ այլն սահմանադրությունը ասացի բայց դա կանոնակարգերն է եւ տեսական բայց սահման դնել եկեղեցին դրել է իր սահմանը մի մտեք այդ սահմանի մեջ եւ եթե եկեղեցին ունի իր ներքին խնդիրները եւ հնարավոր չի ապրող որևէ օրգան չունենա դա իրենց մաքրման խնդիրն է եւ մի այդ վայրի միջամտությամբ մի կործանեք իմ ճարտարապետությունը հայ եկեղեցին մի հարցել միջամտության մասին ու այդ եկեղեցու թեման ավարտենք ուր մինչև կգնա այսինքն օրինակ կկալանավորի վեհապարին
Կշրջափակի մայրաթորը ինչպես ժամանակին ազգային ժողովը շողակաթը նաև փակվեց այդ դա էլ է դրա մեջ թե ուղղակի ասում են գիտեք ռեյտինգ չունի այսպես են վարկանիշ չունի ինչի 3 հատ հանրային պայենք թող 2 հատ լինի դուք ազգային ժողովում եք գիտեք այ ու կհասնեն գիտեմ ես առաջին գտում պայքարում եմ դրա համար նախ եկեք եկեղեցու թեման փակելով այդ շրջանակում մի բան ասեմ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ունի սա քաղաքակրթական պայքարը նաև հաջողորդի դեմ քաղաքական արժեքաբանական մի հատ մեծ բույլ է բայց այստեղ գումարվում է նաև այս քաղաքական խմբակի բարոյական նկարագիրը եւ Նիկոլ Փաշինյանի Սևեռուն ես կասեի հիվանդագին Սևեռուն ոչ թե կասեի դա այդպես իմ գնահատականն է դա հիվանդագին Սևեռուն անձնական որակների ինչ որ մի բան է բույլ կա այստեղ որ այդ վարքագիծը թելադրում է որ ինքը ներքին արգելանքներ չունի եւ այս քաղաքական խմբակը որը բոլոր կարմիր գծերը վաղուց հատել այս կարմիր գծերը մի քաղաքական ուժ որը չի գիտակցում թե այս 7 տարում ինչ ողբերգության եւ աղետի հետագիծ ու ժառանգություն է թողել եւ Արցախի ցեղասպանությունից հետո 400 եկեղեցիների 2000 մշակութային տարբեր կոթողների տնավեր եղած Արցախի կորստից հետո եւ իր արդեն քաղաքական գոյությունը եւ բարոյական զրո պատասխանատվության ու քաղաքական պատասխան այս իրականությունը մեզ հուշում է որ այս ձեռագիրը շարունակվելու է բայց սա նաեւ ցուցիչն է այն բանի որ իրենք գիտակցում են վերջնախաղին են իրենք մոտեցել են վերջնախաղի եւ այո ես այդպես եմ կարծում իրենց իշխանության նկատմամբ իրենց իշխանության այո եւ այդ հիստերիան նաեւ գործիքների եւ վարքի մի այսպես դրսեւորում է մեջտեղ նետել որտեղ ընդհանրապես անշրջահայացություն Այսինքն զորեղության դրսևորում չէ թուլության ճիշտ եմ ասում թուլությունից ծնված վախերից ծնված վարքագիծը Հա ոչ թե ինչ ուզենք կանենք հա Չէ բացարձակապես ոչ իհարկե ինչ ուզենք անելու մեջ մի քիչ մտնում արևմուտքի կանաչ լույսը սա ավելի լուրջ թեմաներ կարող ենք խորանալ եւ ասել որ ըստ էության այսօր ընդդիմությանը մի կողմից լռեցնում են քաղաքական բանտարկյալներով սա քաղաքական պայքարի վերջնախաղը լռեցնել բոլորին քաղաքական բանտարկյալներ, որտեղ երեք Դավիթ Համբարձումյանը, որը իմպիչմենտի թեկնածուն է եւ մասի համայն կապետայով։ Այս այսպես ոչ մի շիվ դաշտում լռեցնել բոլորին, ես դրա մեջ կգումարի նաեւ իմ ԵԱՀԿ պատվիրակության մեջ այդ բազմաթիվ լռեցնել բոլորին եւ այն ռեպրեսիվ գործիքակազմը, որը մի կողմից այս բիրտուժնա ոստիկանա կարմիրա սևաբերետավորների եւ դատական համակարգի այդ գործիքը, որը ուղարկի դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի խաղալիքը եւ այդ այնքան ակնհայտ է։ Ցանկի կարծես սա դուք ճիշտ հասկացաք ձեզ որ այս դրսևորումները ամբողջը ոչ թե ապագա վերարտադրման վստահությունն են, այլ հակառակը վերջնախաղ քաղաքական։ Այո, միանշանակ, որտեղ եթե նրանք վստահ լինեին, որ նախ եւ առաջ այդ նույն հարցումներով Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքական խմբակի անկումը ավելի քան ակնհայտ է, վարկանիշի անկումը ակնհայտ է, եւ նույնիսկ այն թուղթը, իբրև խաղաղություն վաճառվող թուղթը չի մարսվում եւ նույն վիճակագրակ չի մարսվում եւ չի վաճառվում։ Հա, դա չի աշխատում։ Ես չեմ կարծում, որ դա վաճառվում է, որովհետեւ իրական անվտանգային երաշխիքներ չի պարունակում խաղաղություն կոչված այդ խաչմերուկի մասին եւ ամբողջ թուղթը կարծեմ մեր զրույցը դրա մասին չի չմտնենք դրա մեջ։ Հա, չէ, դրա մասին չի, բայց դա չվաճառվեց։ Նույնիսկ չվաճառվեց այն ցորենը, որ ցորեն ենք բերում Ղազախստանից, հետո պարզվում է, որ այդ ցորենը լավ է կանոն բերում եք։ Հա, այլընտրանք է։ Տնտեսական հարաբերություններ, բայց դա միանգամից Ադրբեջանից Հայաստան չի մտնում։ Դա Վրաստանում է մտնում։ Այսինքն շարունակ մեզ վաճառվող այս կեղծ ֆեյք ապրանքներ, ինչպես ֆեյք պատարակը, սա մի իշխանություն է, որը ունի մեկ մրցակցային առավելություն՝ սուտ մանիպուլյացիա, դավադրություն, դրանք բոլորը ստի եւ սատանայական չարիքների Այստեղ այս ձեր խոսքից թույլ տվեք բռնել ճակերտավոր, հա, սուտ, մանիպուլյացիա, դավադրություն ու էլի լիքը բաներ, որ ասել եք իրենց մասին ու շարունակում եք ասել։ Հիմա շողակաթը, բայց դրան գումարած շողակաթն էլ կասենք, չէ, բայց հետաքրքիր տեղի եկաք, պետք է տանեմ քաղաքականություն։ Այս ամեն ինչին զուգահեռ դուք հիշեցիք Դավիթ Համբարձումյանին, թեև ես պետք է հարցնեի, մինչև Դավիթը ընդդիմադիր գործիչներն արդեն նստած, մյուսները դատական պրոցեսում, այս ամբողջ խճանկարով, այս պայմաններով ձեր հույսը ընդդիմության Հայաստան դաշինքի որն է, այսինքն
սպասելու եք այս ամեն ինչը իմանալով ընտրությունների, այսինքն նման կերպ վարվող Փաշինյանի հետ նման իմաստ կա գնալ դրան 2021-ը չի կրկնվի արդյոք Տիկին Գալստյան։ Ես նայեք պիտի ոնց եք էլի ընտրություններով եք պայք հաղթելու։ Իրականության մեջ պետք է ամբողջ այս քաղաքական գունապնակը, որի մասին մենք քիչ թե շատ խոսեցինք, համատեքստը պիտի հաշվի նստել։ Այդ հաշվի նստելու մեջ մտնում է թե միջազգային աջակցությունը, քաղաքական ուժի միջազգային աջակցությունը եւ համատեքստի մեջ մտնում է մի տեղ մեր ժողովրդի որոշ շրջանի դեռ խավար այս ինքնագիտակցությունը որ չի պատկերացնում այս ամեն ինչը եւ նաեւ մոլորյալությունը շատերի օբյեկտիվ կամ ոչ սուբյեկտիվ մոլորյալությունը վարչական ռեսուրսը բնականաբար պատերազմի շարունակ այդ բանը պատերազմով վախեցնելը ժողովրդի այդ բոլորը այդ պիտի հաշվի նստեն։ Ընտրությունները դրանով կհաղթի, չի հաղթի։ Ես չեմ կարծում, ընդ որում վերջերս հայտարարեցին արդեն նույնիսկ իրենց շտաբի առաջին դեմքերն են հայտարարի ովքեր են եւ սա իր մեջ պարունակում է նաեւ մի ֆակտոր, որ հնարավոր է որ նաեւ ոչ հերթական ընտրություններ լինեն, նաեւ արտահերթի հնարավորությունը կա։ Եւ քաղաքական շուտ են ասում նկատի ունեք դրա համար, մի շուտ են ասում։ Այս անոնսել է արդեն շտաբի մասը, թեև նախընտրական պայքարը եկել է շտաբի մասը։ Թեև նախընտրական պայքարը արդեն ես կարող եմ ձևակերպել կրթվող, չէ, կրթության նորաձևության շրջանակը դա եւս այսպես քարոզչության ադմինիստրատիվ պետական ռեսուրսի հաշվին, ընդ որում պետական միջոցներով է սնվում Հակոբյանի այդ հիմնադրամը դա եւս ընտրական գործընթացի մասին է խոսում, հաշվի առնելով այս բոլոր իրողությունները, ընդդիմությունը իր տարբեր հատվածներով այսօր այնուամենայնիվ պատրաստում է դա կլինի հերթական ընտրության տարբերակով, թե ոչ հերթական։ Մենք պատրաստվում ենք անում թե ոչ որ պատրաստվում է, 21 ունենք այժմ մենք փողոցային պայքար նկատի ունենք։ Օրինակ Մենք չենք մերժում փողոցային պայքարը եւ մանավանդ ես այն քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ, որը փողոցային պայքարի առաջնագծում է եղել եւ ճակերտավոր վայելել է փողոցային պայքարի եւ Նիկոլ Փաշինյանի այդ մուրճի ասացի եւ նողկանք մեջս արթնացավ նորից այդ մուրճի ամբողջ բանը սպեկտրը այսպես ասած ճաշակելա, բայց դա երբեք մեզ չի մենք դրանից չենք ընկրկել։ Մենք պատրաստ ենք թե փողոցի, բայց նաեւ քաղաքական հասունացման, մի շարք խնդիրների, մի խոսքով ուզում եմ ասել, մենք չենք բացառում թե փողոցային պայքարի բնականաբար հասկանում ենք, որ նախընտրական շրջանում պիտի ակտիվ փողոց ունենալ եւ նաեւ այս եկեղեցու դեմ վերջին վայրագությունները եւ ցակավաթիվությունը ել ավելի մեզ ցուցիչ էր, որ ժողովուրդը ուղղակի նողկում է այս վարքագծից եւ ես շատ հաճախ նայում եմ մեր ժողովրդին եւ տպավորություն ունեմ, թե այս ամբողջ քաոս մղձավանջի մեջ ջրից հանած ձկամպես թփրտում է մեր ժողովուրդը։ Կներեք, ընտրությունների մի քանի ամիս կա եւ օրինակ ինչն է խանգարում, ինչու չդիտարկել առաջնային impeachment plus փողոց այդ տարբերակը ու ձեր ասած նողկացող ջրի մեջ թփրտացող ժողովրդին օրինակ Հայաստան դաշինքը իր աջակիցներին ասում է ժողովուրդ դուրս գանք փողոց ու հենց այս օրակարգով դուրս գանք։ Ասպարեզում առկա ոչ խորհրդարանականներն էլ, որոնք արդեն իսկ ասել են որ գնալու են ընտրությունների, չգիտեմ, մյուսները, գիտեք հայտնի, իրենք էլ ունեն ռեսուրս, իրենք էլ իրենց կողմնակիցներին ասեն դուք էլ դուրս եկեք impeachment-ը ու բոլորով միասին գնալ շրջափակել ազգային ժողովը, ճնշում գործադրել, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը 18 թվականի մայիսին։ Ինչու սա չանել։ Իսկ մենք չենք ասել դա չենք անում, մենք ի վերջո մեր ստորագրությունները թե սկզբում եւ թե վերջերս որովհետեւ ներսի գործը, այո, դա էլ դրսին է, հասկանալի։ Մենք չենք մերժում դրսի գործը, ոչ թե չենք մերժում, դա կարևոր անխուսափելի բաղադրիչն է, այսպես ասեմ, անխուսափելի բաղադրիչ։ Բայց նաեւ քաղաքականությունը գրեթե ճշգրիտ գիտությամբ էս մի բան է, որտեղ բոլոր հաշվարկները իրական են ճիշտ այնպես ինչպես քիմիայի որևէ այսպես ֆորմուլա, այո, քիմիական բանաձև։ Այս պահին հույս ունենալ, ես անկեղծ եմ ասում, որովհետև ներսից եմ, այսպես ասած, իբրև ներսի մարդ, որը շարունակ այդ ճահիճի եւ ինչ ասում, ծծմբաթթվի միջավայրում է քաղաքական գործունեությունը նաեւ վարում։ Դու տեսնում ես, երբ որ ԿՊ-ն այսօր էլ ավելի զմռսված է, զոդված է եւ այնտեղից կորզել հեռանկարում կորզել 54 եւ ունենալ իրար հետ 54, 36 պլյուս մյուսը եւ 54-ի, դա գրեթե անհնարինության, այս պահին անհնարինության շարքից է այս պահին, բայց սա չի մերժում իրականության մեջ, սա չի մերժում խորհրդարանից դուրս ճակատների, որոշ սկզբունքների շուրջ ճակատների, ընդդիմադիր ճակատների գոյացումը, չեմ ասում
ամբողջական միասնական ճակատի մասին դեռս չեմ խոսում, որովհետև չեմ կարող այս բանին հետ խոսել, թեև քննարկումներ ունենք եւ այլն, բայց մենք գոնե կարող ենք 4-5 սկզբունքների շուրջ գոյացնել եւ այս ուղղությամբ այսօր աշխատում ենք 4-5 սկզբունքների շուրջ գոյացնել ընդդիմադիր ճակատի միասնականություն, որոնցից ամենաառաջինը ըստ էության առանց այս քաղաքական արժեհամակարգի, որը նիկոլաբանությունն է, առանց այս արժեհամակարգի, առանց Նիկոլ Հայաստանի, այսպես բանաձևն է, որը Հայաստանի փրկության բանաձև։ Բայց ընդրության գնալ ոչ թե ճակատով, այլ տարաբաժանված, ճիշտ եմ հասկանում, որն է ձեր կարծիքով ճիշտը, եթե գնացինք հասավ դրան։ Ես կարծում եմ, այս դեռևս այդ մասին վաղ է խոսելը, բայց գոնե 3-4 ընդդիմադիր խմբավորումներով, ընդդիմադիր ճակատներով, առանձին, բայց գիտեք, հետո միավորվելու հույսով նկատի ունեմ բայց վերջին ընտրություններին գոնե 26 քաղաքական ուժ մասնակցեց եւ դա փոշիացեց եւ դա ռացիոնալ չի, բայց այսօր ես կարծում եմ մենք կարող ենք գոյացնել միասնականություն օրակարգի շուրջ, սկզբունքների շուրջ, արժեհամակարգային այս գլխավորում, այսպես ասեմ, ավետարանական լեզվով ասեմ, գլխավորում են կարող ենք միասնականություն գոյացնել եւ դա պետք է լինի հանուն ապագա իրական, հանուն իրապես Հայաստանի փրկության։ Մի ուղիղ հարց, ինչքան էլ ասում եք վերջնախաղ, օրինակ դուք անձամբ, չգիտեմ, դաշնակցությունը կարող է հիմա չկարողանաք տեսակետը հայտնել ամբողջ կամ հայտնել, դուք անձամբ ավելի շատ հակված եք նրան, հավանականությունը ավելի շատ համարում եք, որ հնարավոր է ընտրական դասական process-ով հաղթել, հեռացնել, նույն իշխանափոխություն անել, Նիկոլ Փաշինյան, թե ոչ, որն է այսօրվա դրությամբ եթե նայեք։ Ասենք եկել է արդեն հունիս ամիսը։ Գիտեք, այնուամենայնիվ ես որքան էլ մի քիչ թերագնահատեցի մեր ժողովրդին, բայց պետք է ասել, որ գոնե վերջին առանց ժողովրդի, առանց հանրային այն ալիքի, որը 18 թվականին ըստ էության 18 թվականը մոլորվեցին, թե ոչ, ողբերգականորեն շատերը իրենց համար ճակատագիր ճշտեցին, շատերը։ Ամեն դեպքում ազգային ժողովակը լիքն էր եւ նրանք ճնշեցին ըստ էության պատգամավորին։ Եվ հետո թե դա ինչ ճակատագրական շատերի ընտանիքների համար անձնական ողբերգություն եղավ եւ մեր համար նաեւ ողբերգություն բոլորիս համար, որտեղ մենք ապրում ենք ամեն վայրկյանը պետության կորստի վախով ենք ապրում եւ այս ձեռագիրը տանում է դրան, բայց ժողովրդի գործոնը պիտի միանշանակ ոչ թե բացառել, չի կարելի հաշվի չնստել ժողովրդի գործոնի հետ եւ ընդդիմության դաշտի կարևորագույն խնդիրներից մեկը նաեւ դեռևս փոքրամասնություն, բայց այսպես լատենտ նիկոլականության, լատենտ այդ մի մասա կա, որը իրապես այսպես խուլ եւ գույժ վիճակով չի գիտակցում, թե այս ձեռագիրը ուր է տանում։ Մենք նաեւ ժողովրդի հետ աշխատելու խնդիր ունենք, բայց նույն ժամանակ գիտակցում ենք, որ պատրաստ լինել թե արտահերթ եւ թե հերթական ընտրությունների, բայց առանց ժողովրդի մեծագույն աջակցության, սա ուղղակի անկարելի է։ Մեր բոլոր քաղաքական մտքերը, գնահատականները կմնան մեր միջև տաղավարային զրույցներ, որոնք նույնիսկ արդեն ձանձրալիորեն հաճելի չի լսել, որովհետեւ մենք շարունակում ենք նույն ախտորոշումներն անել, բայց այդ հետագծում քաղաքական ուժի մեծամասնության ԿՊ-ի ակտիվում գումարվում են մեր համար բացասական իրենց համար ակտիվները շարունակում են կուտակել եւ երկիրը դեռևս շարունակում է մնալ մեծագույն անվտանգային մարտահրավերների դիմաց, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ ամենաբարձր խոսույթով շարունակում են Արևմտյան Ադրբեջանի Կարճենթար Դավիթ Համբարձումյանի եւ մյուսների այսինքն այդ դինամիկան ձերբակալություններ կալանավորում եւ այլն, այսինքն հեղինակավոր մարդկանց ազդեց եւ այլն։ Սա դες վստահությունն է շնչում, կամ հակառակը կասկած չի առաջանում, որ մինչև հասնեք հունիս հիմնական դերակատարներ էլի կձերբակալվեն, ընդհանուր կուսակցություններ կփակվեն, կա դրա հիմքերը։ Այդպիսի մտավախություն չունեք, արխային է կներեք բարի համար։ Արխային, այո, ցավոք սրտի 30 տարիների մեջ անցյալ այդ արխայինության մեծ բաղադրիչ չկար, որը բոլորիս լցվեց բոլորիս դուռը։ Այս ճանաչելով այս իշխանության վարքագիծը ոչինչ բացառելի չի, նախ արդեն Հայաստանում ջախջախված են բոլոր ինստիտուտները եւ հեղինակություններ, մենք անղեկ փսորած ասեցի ափին գտնվող խեղծ լինող ձկան վիճակով մի հասարակություն, որտեղ հեղինակություններ չկան։ Վերջին հեղինակությունը եկեղեցին էր։ Դրա համար այս ամբարո եւ պիղծ վարքագծով հարձակվել են եկեղեցու վրա։ Դա միանշանակ է։ Մենք չենք բացառում նաեւ, որ այս արշավի երկրորդ գծում ինչու դաշնակցությունն ու եկեղեցին են հայտնվել
ամենաառաջին թիրախում դուք տեսնում եք խորհրդարանում այդ ամբարո ստախոսական սուտ բայց դրանք մանիպուլատիվ են եւ ոչ ճշմարտությունը կոնտեքստից հանած եւ եթե դաշնակցությունը քաոսից պետություն տվեց այս ժողովրդին լիդերները հայ հիմնադիրները թուրքերի նամակներ են եւ այլն գիտեք ներողություն եկեք եթե մենք քաոսից պետություն ստեղծեցինք որտեղ չկար ոչինչ ողբերգություն եւ եղեռնի չչորացած սուրը 30 տարվա ինստիտուցիոնալ պետություն սրանք տապալեցին, կործանեցին, Արցախնել հետը եւ բացարձակապես անհամեմատել է եւ ընդ որում նրանք ուրացան ժառանգությունը սեփական 0 կետով դաշնակցական խորա, ինչ ասեմ, խորագետները, հիմնադիրները 18 թվականի պետությունը ստեղծեցին քաոսից եւ չկար պետականության ժառանգություն եւ պետականության վերջին փշուրները 600 դար առաջ էին եղել։ Անհամեմատել է եւ այդ պիղծությունը թողած իրանց այսօրվա կենսագրությունը 6 դար, ուղղեմ ձեզ որ մեզ 600 տարի 600 տարի։ 6 դար ասեք, օքեյ, լավ որ չդիտարկվի բանը 6 դար։ 6 դար եւ այլն։ Հիմա ինչ վերաբերում է դրան խոցվում են դաշնակցությունը եւ եկեղեցին, որովհետեւ երկուսն էլ ազգային իմունիտետ ունեցող ինստիտուտներ են, դաշնակցությունը ավելին է, քան քաղաքական ուժ լինելը, դաշնակցությունը գաղափարախոսություն է, դաշնակցությունը ինքնություն է, դաշնակցությունը հայրենիք սփյուռք կամրջումն է եւ դաշնակցականի գաղափարախոսությունը, դաշնակցության գաղափարախոսությունը կրելու համար պետք չի դաշնակցական, կուսակցական լինել, իմ նման ղեկավար մարմնի անդամ լինել, դաշնակցությունը մեր ազգային երազանքի թանձրուկն է, հասկանում եք, դրա համար ընտրված դաշնակցությունը մենք չենք ընկրկելու, չենք վախենալու, մեզ բանտերով եւ հալածանքներով չեն վախեցնելու, որտեղ դաշնակցությունը 37 թիվը լա տեսել, թուրքական յաթաղանը լա տեսել, Ստալինյան ռեժիմի եւ այլն երկաթի վարագույրը լա տեսել, բայց դաշնակցությունը, ինչպես եւ եկեղեցին, շատ մոլորված է Նիկոլ Փաշինյանը մեզ ընտրելով որպես իրեն հակառակորդ։ Իր մարտը անհավասար մարդ է։ Ավարտենք վերջինը, քանի որ դες խոստացա խնդրում հակիրճ։ Սկսել էինք եկեղեցով, ավարտենք շողակատով որպես ձեր ասած, ձեր խոսքի մեջ բերեմ այդ պայքարի ազգային ժողովի առաջամարտիկ եւ այլն։ Կարող հստակ ասել մի քանի նախադասությամբ ինչու շողակատը նպատակը որն է, այդ արդյոք այդ տիպի ինքը չգիտեմ, զենքեր, ինչ է։ Ինքն իսկապես հիմա դուք ասում եք զենք եւ այսպես քաղաքամշակութա հոգեվորական առաջացնում նախ նրանք չեն կարող շողակաթը փակել, որտեղ շողակաթը կշարունակի որպես հեռուստաընկերություն գոյություն ունենալ, տարածվելով այդ տարբեր տիրույթներով։ Նրանք ոչ թե շողակաթը փակեցին, ուզում եմ որ մեր հասարակությունը հասկանա, փակեցին կրթամշակութային ուղղվածություն ունեցող երրորդ հանրային ալիքի պահանջը։ Հիմա դա ամենաապուշ կներեք, ես նորից եմ կրկնում, դա ամենաապուշ նորից եմ կրկնում երրորդ անգամ, դա ամենաապուշ հիմնավորումն է, որովհետև պետությունը ունի պոզիտիվ դերակատարություն։ Գործող օրենքով ասում է հանրային ծածկույթով, իսկ ինչ է նշանակում հանրային ծածկույթ, ամբողջ հանրապետության տարածքով 3 եւ մրցակցությունից դուրս 3 հեռուստաալիքի, ուրեմն 3 կապուղ է, որ կարող էր 3 ունենալ։ Երկուսը լրատվականներն էին եւ օրենքով ամրագրված էր երրորդի պարտադիր կրթամշակութային լինելը եւ ցանկացած ազգային պետականություն ինքը պիտի շահագրգիռ լինի կրթելու իր հասարակությանը, վեհապարի PR-ն ու բանն է կանում, եթե հիմնավորումն ունեն։ Դա ոչ մի դա նույնքան ապուշ եւ հիմար հիմնավորում է, ուրեմն նրանք փակեցին կրթամշակութային ալիքը, թող շողակաթը փակեին, բայց ալիքը մնար եւ այդտեղ ուրիշ բովա բերեին կրթամշակութային, բայց կրթված եւ մշակութային արժեքներով զինված հասարակություն նրանց պետք չի, որովհետեւ իրական Հայաստանի 29743 Հայաստանի մեջ չի մտնում եւ պատկերացնում եք այս ողբալիները զառանցանք են բերել կառավարության մակարդակով։ Դուք ասում եք գոնե այլընտրանք անեն, հա, դա նկատում եք։ Գոնե այլընտրանք անեն, բայց իրանք բերել են Հայաստանի իրական գեղագիտությունը, որտեղ արգելված է Հայաստանի սահմանից դուրս նկարչությունը, գրականությունը եւ այլն չեն խրախուսելու ընդհակառակը, որտեղ ֆիդայիների մասին չես կարող գրել, ֆիլմ նկարել եւ այլն։ Ախթամարի եւ Վանալճի մասին էլ չես կարող գրել կամ Թորոս Ռոսլինի կամ Կիլիկյան թագավորության, որտեղ ինքը մեզանից կրտում է Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը, մեզանից կրտում են այս այնց որ ձիերին ակնոցներ են դնում, որ աչու ձախ չնայեն։
իր պատկերացրած քաղաքացին այդ բովանդակությունը պիտի չունենա։ Ժողակաթին չտվեցիք էր, բայց ինչու փակեցիք, դարձեցիք երկու, հիմա ես ավելին ասեմ, ես ուզում եմ որ սա հենց չես կներեք, միգուցե երկարացրեցի, հիմա իրենք ստեղծել են հանրօգուտ, ինչ հիմնադրամ են ստեղծել, հանրօգուտ բովանդակության այսպես մի հիմնադրամ, որը ղեկավարում է իրենց գործընկերը Վահագն Թևոսյանը, որքան գիտեմ, եւ իրեն պիտի պատվեր տան այդ ընկերությանը, որը հաղորդումներ պատրաստի հանրօգուտ եւ տեղավորեն այս կամ այն իբրև հեռուստաալիքներում։ Սա հետ ուրեմն պետության որևէ երկրում, ինչպես Covent Garden-ը, նույնպես Covent Garden-ը, ինքը եթե պետությունից սուբսիդիաներ չստանա, ինքը որպես օպերա չի կարող գոյություն ունենալ։ Եվ ցանկացած երկիր, որ ուզում է իր ժողովուրդը մրցունակ լինի, քաղաքակիրթ լինի, կրթված լինի, բարեվարք լինի, ինքը կրթությունն ու մշակույթը իր պոզիտիվ դերակատարությունն հիմնավոր է, սուբսիդավոր է, ինչպես գյուղատնտեսությունը եւ այլն, որ պահի իր ողնաշարը ինքնությունը, բայց սրանց ինքնություն ունեցող մարդ պետք չի։ Եվ այդ հանրօգուտ հիմնադրամի, այսպես հանրօգուտ բովանդակության հիմնադրամով բնականաբար մինչև հիմա նրանք դեռ պրոդուկտ չունեն, բայց ինձ ուղղակի դու կասկածում որ պետությունը հսկելու է այդ պրոդուկտը, ճիշտ եմ հասկանում։ Ոչ միայն հսկելու է, այլև տալու է այդտեղ սեփական այդտեղից օգտվելու հնարավորություն կունենա եւ դա հերթական քարոզչական գործիքն է լինելու իր սիրելիների միջավայրում։ Դուք մի հատ հիշեք հանրայինի այդ առաջ 15 ալիքները որոնք էին, հիմա որոնք են։ Սա ուղեղների վերահսկման ձև է, բայց այս ճանապարհին այնքան կուրացած են իրենց սեփական թիմը, իրենց ապրանքները, իրենց կրթվելու բովանդակությունը հասարակությանը մատուցելու եւ դեֆորմացիայի, տրանսֆորմացիայի ենթարկելով, որ առհասարակ փակեցին կրթամշակութային ալիքը եւ որևէ հիմնավորում դուք լսեցիք, որևէ հիմնավորում, թե ինչու Եվ ովքեր էին այդ օրենքի հեղինակները, կրթության հանձնաժողովի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահն ու տեղակալը։ Սա ուղղակի 37 թվի գործիք է, վրեժ ժողակաթի եւ եկեղեցու դեմ, բայց վրեժը հայ ժողովրդի դեմ։ Մեր արժեքային համակարգի դեմ ժողակաթը իր գոյությունը կպահի։ Այսօր նույնիսկ շատերը հեռուստացույցից բացի հազար մի գործիքներ կա մեր թվայնացման դարերում։ Բայց սա մեկ անգամ եւս խոսում է այս քաղաքական ուժի վարկաբանության, այս քաղաքական ուժի վրեժխնդրության, ատելության, ամբողջ Հայաստանը սարքել է համատարած ատելության, վրեժխնդրության, եղբայրասպանության մի մթնոլորտում է։ Ստիպված եմ ընդհատել, շատ հետաքրքիր թեմա, բացեցիք արժեքաբանություն եւ այլն։ Խոստանում եմ մյուս անգամ ձեզ հյուրերավերուց քաղաքականությունը կշրջանցենք ու դրանից ավելի խորը կխոսենք։ Ստիպված եմ հիմա ընդհատել մեր հաղորդաշարը, շատ հետաքրքիր զրույց, շատ շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Կիզակետում այսօր ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Հույդա բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանն էր, կիզակետի թողարկումներն ու շատ տեսանյութեր առաջարկում եմ դիտել մեր YouTube-յան ալիքում, կհանդիպենք։